Եթերում լուրերի ժամը 17-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2026 թվականի հունիսի 2-ից 12-ն ընկած միջակայքում։ Այդ ժամանակահատվածում միակ կիրակին հունիսի 7-ն է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի խոսքով խորհրդարանական ընտրությունների դեպքում ընտրությունները կիրակի օր նշանակելու պահանջ չկա օրենքով։ Սակայն ընդունված է բոլորը գիտեն, որ պետք է լինի կիրակի։ Ընտրությունների պաշտոնական օրվա համար Հովակիմյանը հորդորեց սպասել նախագահի հրամանագրով ընտրությունների օրվա նշանակմանը։ Հիշեցնենք, Հայաստանում խորհրդարանական նախորդ ընտրություններն անցկացվել էին 2021-ի հունիսի 20-ին։ Կալանավայրից հայտարարություն է տարածել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոսը։ Սրբազանը խստագույնս դատապարտել է իր բառերով դեկտեմբերի 18-ին իշխանական հովանավորչությամբ եւ 8 եպիսկոպոսների մասնակցությամբ կազմակերպված ամոթալի ու սրբապիղծ արշավը հայ եկեղեցու սրբության սրբոց Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի դեմ։ Եպիսկոպոսն իր երախտագիտությունն ու զորակցությունն է հայտնել Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի ուխտապահ միաբանությանը եւ հավատացյալ ժողովրդին։ Պատմությունը կարձանագրի, թե ով կանգնեց սրբության կողքին եւ ով սրբության դեմ, նշված է հայտարարության մեջ։ Մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող զարգացումների վերաբերյալ։ Նա տեսանյութ է հրապարակել ու կից գրել, որ բրիտանական հեղինակավոր The Telegraph-ի եթերում հայտնի լրագրողները քննարկել են վարչապետ Փաշինյանի ավտորիտար քայլերն ու եկեղեցու դեմ բռնաճնշումները։ Բրիտանացիները Փաշինյանին մեղադրել են Ադրբեջանի հետ համագործակցելու եւ տարածքային զիջումներ անելու մեջ, նշելով, որ հայ արքեպիսկոպոսների կեսը ձերբակալված է։ Նրանք նաեւ կարեւորել են միջազգային եւ հոգևոր համայնքների արձագանքը Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Ադրբեջանից օրեր առաջ եկած վառելիքի թեմային է անդրադարձել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա Facebook-ում տեղադրված տեսանյութում հայտարարել է, թե պրեմիում բենզինը մինչև 90 դրամ ավելի էժան է վաճառվելու։ Հիշեցնենք, մեր շատ հայրենակիցներ սոցհարթակներում հայտարարել են ադրբեջանական բենզինը բոյկոտելու մասին։ Այսքան է լուրերի մեր ամփոփիչ թողարկումը, ժամը 19-ին է, բաց չթողնեք։ Հաջողություն։